Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Միթե պատերազմը անխուսափելի է։ Ալիևն ու Էրդողանը սպասում են միթե ճիշտ պահին, որ հարվածեն։ Հայաստանն իրենց քարտեզներում գոյություն չունի, մենք նրանց դասագրքերում պարզապես պատմական Ադրբեջան ենք։ Իսկ մենք ինչ ենք անում։ Սպասում նոր հարվածի, թե նախապատրաստվում ենք մեր գոյության համար վճռական պայքարին։ Ինչպես ենք կանգնեցնելու թուրք-ադրբեջանական դաշինքը։ Ով է Հայաստանի կողքին, երբ թշնամին խոսում է միայն ուժի լեզվով։ Ադրբեջանը նոր պատերազմ է ծրագրում, թե արդեն որոշել է դրա սկիզբը։ Այս եւ այլ կարևոր հարցերի շուրջ այսօր խոսելու եմ հայագետ եւ արևելագետ Լիա Ավետիսյանի հետ։ Նա պատրաստ է եւ եկել է որպեսզի բացի փակագծերը։ Ծանր կացության մեջ է։ Թուրքիան։ Այո։ Սա խաղաղության պայմանագիր է, թե խաղաղության պարտադրանք։ Ոչին են, սա հանձնվելու պարադը։ Ուր են գնում ես։ Ղազագիրը, սա ղազագիրը։ Ուր են գնում Տիկին Ավետիսյան։ Էրդողանը դու չես պատկերացնում ինչ շադորիա հիմա։ Շադորիա։ Էրդողանը այսօր է գուցը։ Այդ արհեստացին միությունը, որովհետև սա այդ ջհուդների վաստակները հավաքվել են, քանդվելու է։ Երբ թուրք երիտասարդները գոռում են Քիմ Ադլամյորսա o Tayyip'ti, դա նշանակում է։ Ռուսաստանը Ալիևին փողատվե, որ Ղարաբաղը վերցնի իրան։ Ոչ, պատմությունը փակուղի չունի։ Ռուսները որոշում են կայացրել, որ Ղարաբաղի զինվորներին Ինչի հաշվեհարդար է տեսնելու Պուտինը Ալիևից։ Թռնելու է Ալիևը։ Թռնելու է առանց գլխի բայց։ Ինչպես դիեզերքը չունի վերջ, այդպես էլ հայը չունի վերջ։ Բարև ձեզ Տիկին Ավետիսյան։ Շատ բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ձեր գերծառնաբեռնված օրերից տրամադրել եք ժամանակ եւ եկել եք։ Շատ հաճելի է, շնորհակալ եմ ես էլ, որ հրավիրեցիր Արեգ ջան։ Ամեն անգամ հագեցած ասելիքով եք գալիս եւ մեկնաբանություններ բաժնում ձեզ սպասում են, ողջևորվում են ձեր խոսքով եւ ողջշնչվում են եւ ել ավելի դրական են տրամադրվում։ Շնորհակալ եմ, շատ քեզանից, բոլորից շատ շնորհակալ եմ, շատ հաճելի է։ Տիկին Ավետիսյան, լինելով արևելագետ, լինելով հայագետ, նաև ես ինձ իրավունք եմ վերապահում դա ասել, այսօր ինչպիսի վիճակում է գտնվում թե Հայաստանը, թե տարածաշրջանը, գիտենք նաև, որ վերջերս Հայաստանը եւ Ադրբեջանը հայտարարեցին, որ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը պատրաստ է եւ մնում է միայն կողմերը ստորագրեն։ Սա ինչ է, միֆ է, թե Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի։ Համեցեք։ Սա բեմականացման մի հատված է, ոչ Հայաստանն է ուզում ստորագրել, ոչ էլ Ադրբեջանը ուզում է, որ դա այդպես ստորագրվի, որովհետև մենք գիտենք, որ պայմանադր է, որ սահմանադրությունից հանենք Ղարաբաղի հիշատակումը, ինչը երբեք չի լինի։ Հիմա խեղճ Ադրբեջանը շատ վատ վիճակում է, ինչի մենք չենք նկատում դա։ Մեծ եղբայրը ծանր կացության մեջ է։ Թուրքիան։ Այո։ Թուրքիայում ամսի 20-ից, 19 գիշերվանից սկսվել են շատ մեծ ծավալի ժողովրդական ըմբոստություն։ Հիմա իհարկե այդ այն դեպքն է, որ տատիկը օրհնում է վատ արքային, որ Բեթարը չգա, որովհետև Էրդողանից հետո գալիս է ջհուդ, մի հատ։ Բայց կարևորն է նա, որ Թուրքիան ընկել է փողոց։ Ընկել են եւ Անկարայում եւ Ստամբուլում արդեն իրենց դեմ օգտագործում են եւ ջուր եւ գազ եւ ինչ ասես, բայց ամենահաճելին գիտես ինչն է, նմանությունը գրված սցենարի ինչպես ամբողջ աշխարհում գունավոր հեղափոխություններն են անում։ Ուրեմն գունավոր եւ թավշյա։ Նո այդ նույնն է, գունավորներից մեկն է թավշյան։ Նույնն է։ Այն ժամանակ ես հիշում եմ Վրաստանում մեխակների հեղափոխություններ, թե վարդերի։ Իրանք թրուցիկներ էին ստացել բաժանելու, ուղարկողը չէր նկատել, որ դա վրացերենի առաբերեն է։
որտեղ դրանից առաջ Եգիպտոսում էր հեղափոխության փորձը։ Մի կենտրոնում դրանք ծրագրավորվում են եւ գրվում են։ Հիմա Թուրքիայում ասում են Տիկին Լիա, որ կենտրոնում են ծրագրավորվում։ Ну, Եվրամիություն, ասեմ կոնկրետ քաղաք չեմ կարող ասել, ես չեմ կարող ասել Բրյուսելում է դա, թե Միլանում է, թե Բոննում։ Բայց երբ թուրք երիտասարդները գոռում են Kim Atlamyorsa o Tayyip'ti, դա նշանակում է ով չի թռնում, նա Tayyip'ը, Էրդողանը։ Խախոլները Այսինքն Թայիբ Էրդողան նշանակում է վիրավորական։ Այո, արդեն վիրավորական են, ասում են չնմանվես, եթե հիմա չթրջկոտես, դու ուրեմն քխես, դու Տայիբն ես, Էրդողանն ես։ Օ։ Հա։ Կիևում իրանց Մայդանի ժամանակ թրջկոտում էին, ասում էին кто не скачет, тот москаль։ Москаль Մոսկվացին է։ Նույնիսկ թռիչքները հասկանում ես, եկան մանրամասն նմանություն կա։ Ինչպես մեզ մոտ վերցրել էին թուրքերից մի հատ սլոգան բանի ժամանակ իմ քայլի բանի գովազդի ժամանակ սաղ մի տեղ է գրվում, որպեսի աշխատավարձները քիչ բաժանեն, մեկից ուղղակի վերցնում արտագրում են ուրիշ լեզուներ ու բաժանում են։ Հիմա Թուրքիա դու ուր էր մեյդանն գե ուզում ընդլայնվել մեծ թուրան էր խոսում, երբ որ կա կոնկրետ ծրագիր, որ Իսրայելը պետք է ընդլայնվի, Ամերիկան պետք է ընդլայնվի, Իսրայելը պետք է կուլ տա հարևան երկրները, Ամերիկան էլ նույնը, հա, արդեն գնում է ու հասնում է Դանիայի մասերին։ Էրդողանն էլ երազում է դառնալ տարածաշրջանային կայսր։ Թող հերթ կանգնի, իրան ոչ ոք չի թողե, որ ինքը առաջի կարգի վազող լինի։ Ո՞վ է խանգարելու, ո՞վ է ապտակելու Էրդողանին։ Համայն ջհուդությունը։ Հիմա իր վարչակիցը ջհուդ է։ Էկրիմ տաղեն ջհուդ է։ Թուրքիային, որ ուզում են բերեն իշխանության։ Հա, որին հիմա բան են արել, բանտ են նստացրել, իբր թե որովհետև ինքը նու չգիտեմ, իբր թե որն է, երևի այդպես էլ կա, որ կաշառակերը քաղաքի բյուջեն կերել է, հիմա քաղաքապետ բան չեն գալի աշխատեն։ Հիմա մեր քաղաքապետը ինչ է անում։ Քաղաքապետների գործը բյուջե լապելն է։ Սակուրայի չէ վերցնում տնկում Երևանում, է դրա համար։ Տիկին Լիա, Ադրբեջանում դասագրքերում պատրաստվում են արդեն պատերազմի մանկուց այդ մատաղ սերնդին Ադրբեջանում սովորեցնում են, որ պետք է սպանեն հայի, եւ դա արվում է կրթական մակարդակով։ Ադրբեջանի այդ քաղաքականությունը ինչի է հանգեցնելու։ Նու իրանց ուզածը իհարկե նույնն է, ինչ որ երիտ թուրքերին է։ Երիտ թուրքերը ցեղասպանեցին հայերին ու որպեսի այդ նոտայնությունը չկորցնեն, այնուհետև սկսեցին շարունակել երեխաներին եւ երիտասարդներին այդպես կրթել։ Հիմա էլ այդ մրցակիցը Էրդողանի, երբ որ ելույթ է ունենում, Քեմալ Աթաթուրքի պատկերը պատերին կպցրած է։ Ինքը ասում է վերադառնալու ենք մենք Քեմալ Աթաթուրքի ժամանակներին։ Ես ուզում եմ ասեմ, որ դեպի լավը չի գնում մեզ համար Թուրքիան, դեպի վատն է գնում ուրիշ բան, որ չի ստացվի։ Ուղղակի խառնաշփոթ կլինի Թուրքիայում, մեծ խառնաշփոթ։ Գիտենք իրականությունը, որ այդտեղ ինֆլյացիան շատ բարձր է, որ մեծ երկրների կռվի պատճառով Թուրքիան շատ տուժեց։ Հիմա շատ հետաքրքիր ժամանակ է, օրինակ Մակրոնը, բանը, գիտես, որ հայտնաբերել են, որ գիտեք ինչի տղամարդ է, նախկին տղամարդ։ Մակրոնի կինը։ Հա, Բրիջիտը։ Այլևս կին չէ։ Երբ կին չի եղել ծնվել։
ինքը կին չի ծնվել։ Բանը ամերիկյան ժուրնալիստները բանը իրանց տան արխիվը նայել են Բրիջիտի ծնողների։ Այդ տարիքի աղջիկ չունեին իրանք ընտանիքում, տղա ունեին։ Էս ինչ սենսացիոն բաներ եք Չէ, այդ արդեն հայտնի է։ Ես ունեմ նկարները։ Գնացել են բանձկնորսության։ Ասում են իր ուսուցչուհին է եղել։ Այո, այդ ժամանակ արդեն իր ուսուցչուհին էր։ Բայց միջև է տղա էր։ Սարսափելի բաներից եք խոսում Տիկին Ավետիսյան, դա բավականին սարսափելի է, խնդրում եմ։ Ցավը տանը ինչ է սարսափելի, դա արդեն բանա, գիտես, առօրյա է, նույնը Օբաման է, Միշելն էլ կին չի։ Այդ երեխեքն էլ իրանց երեխեքը չեն։ Դա նույն հիմա ես պատմում էի, հա, այդ թրուցիկների մասին, սցենարի մասին։ Էս էլ սցենար էր, որպեսի երկրների գլխին գան կանգնեն սեռափող, սեռամոլոր մարդիկ, որոնք պետք է բնակչությանն էլ փչացնեն։ Եվ ահավասիկ պարոն Մակրոն, որ մեծ խոսում է։ Հիմա էլ իր կոնյակը Ֆրանսիան օգտագործում է իր արտադրած կոնյակի, ես ինչ եմ զայրացած, որովհետև մեզ արգելեցին, չէ, կոնյակ անվանել, որ հայի ստեղծած է։ Պատճառաբանեցին, որ կոնյակ բառը հենց ֆրանսիական կոնյակ քաղաքում է առաջացել։ Իսկ կոնյակը ինչ է նշանակում ֆրանսերեն։ Ֆրանսերեն դες բառ կա կոնյակ, կոն բառ կա ֆրանսերենում։ Թող գլուխ չգովա։ Ամեն դեպքում կոնյակ անունով քաղաք ունեն, չէ։ Ինչ անենք, մենք էլ Գյումրի ունենք, ասենք թե իրանք կոնյակ քաղաք ունեն։ Ինչ կապ ունի։ Նիգաջայ, մենք կոնյակը երբ որ դες սովորացրել ենք սարքել կոնյակ, կոֆե փել, բաղնիկ գնալ, դուք ուր էիք։ Մարդակեր էիք, չէ։ Հիմա ինչ որիս է։ Ֆրանսիական մշակույթը, հրաշալի մշակույթ է, ես մեծ հարգանքով եմ վերաբերվում այդ մշակույթին։ Հիմա իրանք օգտագործում են իրանց արտադրած կոնյակի 97%-ից 3%-ն են օգտագործում, 97%-ը գնում է արտասահման։ Երբ որ իրանք զայրացան, որ Չինաստանը էլեկտրոմեքենաներով լցրեց իրանց շուկան, իրանք վերցրեցին մեծ Եվրոմիությունը, մեծ բաներ դրեցին, ոնց է կոչվում, սահմանային հարկեր այդ մեքենաները, այո, մաքսատուրք։ Չինաստանը վերցրեց 30%-ով բարձրացրեց ներմուծվող կոնյակի գինը։ Նույն ֆոկուսը արին ամերիկացիների հետ, Տրամպը 200% բարձրացրեց։ Հիմա ֆրանսիացի կոնյակ արտադրողը ասում է վերջ։ Մենք պետք է հիմա խաղողը կտրենք, անցնենք ուրիշ գործի։ Գիտես ինչ կներես, մի բան էլ ասեմ։ Ես մի անգամ գնացել էի քեֆի, այդտեղ ներկա էին ֆրանսիացի գինեգործները։ Հիմա նստել են, ասում են, դուք այնպիսի ջուր ունեք, մենք այդպիսի ջուր որ ունենայինք, իրանք սովոր են, իրանք ավելի բարձր դասել։ Ասի իհարկե, դուք այդպիսի ջուր որ ունենայիք, դուք Հիտլերին 42-րդ օրը չէիք հանձնվի։ Ձեր մայրաքաղաքը Լոնդոնում չէր լինի դրանից հետո 3 տարի։ Եթե դուք մեր հայոց ջուրը ունենայիք ու տղամարդ կմնայիք։ Պետք է Միսակ Մանուշյանը գնար այդտեղ, որ խռովություն բարձրացներ։ Թող իրանք մեծ չխոսեն, էլի, եվրոպացի են, ամերիկացի են, ինչ են, թող մեծ չխոսեն։ Վերադառնանք մեր հոգսերին, Տիկին Ավետիսյան։ Դավայ վերադառնանք։ Թշնամին զորուգիշեր սպառնում է։ Թշնամին պարտադրում է պայմանագիր։ Սա խաղաղության պայմանագիր է, թե խաղաղության պարտադրանք։ Ոչ էլ, սա հանձնվելու բարաթ է։ Ուր են գնում ես։ Ղազագիրը, սա ղազագիրը։ Ուր են գնում Տիկին Ավետիսյան։ Մենք պետք է նախ մեր սպոնսորը Տեր Աստվածն է։ Ես երբ որ ասում էի, որ մի վախեցեք, մի սարսափեք պատերազմից, այս հրա համար էի ասում, որ կդասավորվի այնպես, որ Իսրայելը զբաղված է, Թուրքը զբաղված է, Ադրբեջանը անզոր է։ Հիմա տես Ռուսաստանը ինչ է անում Ադրբեջանին։ Ինչ է անում։ Ասեմ ինչ է անում։ Ուրեմն այս քանի օրը լրացավ մեկ տարին, որ Կրոկուսը
բաներ տերորիստներից այդ 170 մարդ մահացավ, հանակ չի էլի 170 մարդ, 500 քանի հոգի վիրավոր, Կրոկուսի տերերը ընկեր Ալիևի խնամիներն են, նախկին, այո, պապան ու որդին, բայց բիզնեսի ոլորտում նախկին խնամի չկա, ինքը կարող է աղջիկն ու տղան իրար հետ չեն քնում, բայց պապաները փողը իրար հետ բաժանում են, գումարում են։ Հիմա այդտեղ Մոսկվայում կա մի հատ փոքրիկ Ադրբեջան, երկու հսկայական համացանց կա, արևտրական, մեկը բանն է, Սադավոդն է, մեկն էլ Ֆուտսիցի, որտեղ սաղ թուրք են, ու այդ երկու թուրքի ձեռն է։ Հիմա դրանց ամսական եկամուտը 600 միլիարդ ռուբլի է։ 600 միլիարդ ռուբլի, եթե բազմապատկես կուրսով, Հայաստանի բյուջեն այդքան չկա տարեկան։ Իրանց ամսականը տենց է։ Իրանք ինչ են անում, հանձնում են ռուսական բանկին, բանկի միջոցով են աշխատացնում, ոչ, էլեկտրոնային պոչտայով, իրանք կրիպտո տարադրամ են սարքում, ուղարկում են Ադրբեջան։ Այդ վաճառականների ադրբեջանցիների։ Ես պատմել եմ, որ իրանց երիտասարդները այդքան լկտի են, որ Մոսկվայի բուհում գոռում էին ռեժ ռուսնյու Ադրբեջան, ռեժ ռուսնյու Ադրբեջան։ Իրանք բան են ավելի շատ են բարձր են գնահատել իրանց հեղինակությունն ու կարողությունը, քան կա իրականում։ Իրանք չգիտեմ երբ, բայց դարձան գովազդի լավ մասնագետներ։ Իմ ժամանակ չկային որպես գովազդի մասնագետներ երբեք։ Իսկ հիմա իրանք գլուխ գովալ գիտեն։ Իրանք գլուխ են գովում ու իրանց ստորին խավը, որը չքավոր է, կարողանում են համոզել, որ լավ եք ապրում, տեսեք հայերը ինչքան վատ են ապրում, վաղ ավելի վատ կապրեն, դուք լավ եք ապրում, երջանիկ եղեք, վաղը կգնաք հայի վիզը կկտրեք։ Այս իրանց բան գաղափարախոսությունը այսպիսին է, որովհետև իրանց ռամիկը անզորա ինքը փող հավաքի, անզորա ինքը փող աշխատի, անզորա ինքը բարձրանա։ Ինչ է սպասվում ռուս-ադրբեջանական հարաբերություններին։ Ասում եք, որ Ռուսաստանը բռնել է Ադրբեջանի պոչը։ Ինչ է սպասվում, ինչի է հասնելու։ Նեղելու է շատ։ Նախ ես ասում էի, չէ, որ Ռուսաստանը Ալիևին փողատվե, որ Ղարաբաղը վերցնի Իրան։ Ասում էի։ Հիմա 3 մյուս օրը ռուսները որոշում են կայացրել, որ Ղարաբաղի զինվորներին կվերցնեն իրենց շարքերը ոչ որպես օտարի երկրյա զինվորներ, այլ որպես Ռուսաստանի։ Դա ինչ է նշանակում։ Եթե Ղարաբաղը քոնը չի, դու Ղարաբաղցուն ո՞նց ես բանակ վերցնում։ Ապա դա նշանակում է, որ Ղարաբաղը Թուրքին չի մնա։ Կարող է դա համարվի Ռուսաստանի տարածք, ինչպես եղել է։ Բայց Թուրքինը չի լինի։ Ինչքան առաջ է եղել։ Կայսրության ժամանակ, սովետի ժամանակ։ Գիտես ոնց, ճիշտը խոսենք, 92 թվին ստորագրեցին մերոնք խաղաղության այդ դաշինքը, հա, Ռուսաստանի մասնակցությամբ, ադրբեջանցիների հետ։ Ղարաբաղը հռչակվեց որպես անկախ տարածք։ Հայ նախագաներ, դες ինչ ասեմ ես, քանիսն էիք, որ ոչ մեկը չճանաչեցիք Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Վախեցան։ Գոնե այդպես։ Թե Ռուսաստանը թույլ չտվեց։ Ռուսաստանը ստեղ при чем։ Ռուսաստանը ստեղ при чем։ Ռուսաստանի դա Ռուսաստանի բանը չէր, մեղքը չէր։ Տիկին Ավետիսյան, ինչպիսի հաշվեհարդար է տեսնելու Պուտինը Ալիևից։ Թռնելու է Ալիևը։ Թռնելու է առանց գլխի, բայց։ Ուր է թռնելու։ Ջանդամը։ Որտեղ որ իր տեղն է։ Գերեզմա։ Այո։
Այո։ Տիկին Լիա, երբ խոսում ենք հայի տեսակից, հայի դարավոր անցյալից, հայի մղած պատերազմներից, թե ինչպես է հայկական տարածքը տարիներ, հազարամյակներ դարձել օտարների համար թատերաբեմ։ Ինչպես է ստացվում, որ հասնում ենք 21-րդ դար ու մենք չունենք հարևան մի երկիր, որը մեր դաշնակիցը կլինի։ Որովհետև միշտ իդիոտներին մենք հատուկ ջոկել ենք պինցետով, դրել ենք պետության գլխին։ Որովհետև որոնք ունակ չեն ստեղծել հարաբերություններ։ Ունակ չեն։ Հիմա աղետալի վիճակում ենք։ Այո։ Ու ես քեզ պատմել եմ, որ գո խաղը դրա մասին է։ Այդպես է ստեղծվել սովետական Հայաստանը։ Այն կողմից թուրքը, այն կողմից ադրբեջանցին, այն կողմից վրացին, հələ փառք տիրոջ պարսիկը մարդը։ Ադրբեջանա-թուրքական դաշինքը օր ու գիշեր մտածում է մեծ թուրան ստեղծելու համար։ Դա շատ հեռու ապագայում է լինելու։ Բայց ամեն ինչ արվում է։ Ղարաբաղը ժամանակավորապես խլեցին, զավթեցին։ Մեր պաշտպաններ Արցախը, մեր պաշտպաններ։ Հիմա ավելի խոցելի է դարձել Հայաստանի Հանրապետության սահմանները։ Այո, անշուշտ։ Այսպես կոչված հորինված Զանգեզուրի միջանցք է ուզում։ Ուզելով, բաչի, ուզելով։ Պայմանագիրը ասում է, որ հստակեցված է ամեն օր նախապայմաններ է թելադրում։ Լսի, պետք է զբաղվի այդ մարդը, պետք է ցույց տա, որ ինքը կա։ Բայց հենց այնպես չի զբաղվում Տիկին Ավետիսյան։ Դա գիտես ինչ, դա հենվում է միայն այն բանի վրա, թե ով է Հայաստանը գլխավորում։ Ով է ղեկին կանգնած։ Հիմա այդ ղեկին կանգնածը 2 օր առաջ ասեց, իբր թե հավաքել է բոլոր բաները, գերատեսչությունները, ասել է սկսեք Ռուսաստանի հետ մերձեցումը։ Ուր է իր 6.5 տարի է, ուր է իր հեռանում է իր մենակ, հիմա սկսել ես մերձանալ, ինչ ա պատահել։ Իսկապես մորուքդ որ թրաշեցին, ուրիշ մարդ դրեցին քո տեղը։ Ես չեմ հասկանում, 6.5 տարի հեռանում էր, հիմա ասում է սկսեք մերձեցումը Ռուսաստանի հետ։ Պեսկովն էլ ասում է, կուդա он спад водной лодки денется։ Այսինքն գիտեին որ այտենց է լինելու։ Դե չի կարելի, չէ՞ դες դալի-դուլի մարդիկ ղեկավարեն մի ազգ, մի պետություն։ Հետո էլ մենք ասում ենք հայ ժողովուրդը սենց նեց։ Ոչ, հայ ժողովրդի գլխին բերում են ամենա չհաջողված ղեկավարներին։ Օրհասական պահերում ինչ է մնում մեզ անելու Տիկին Ավետիսյան։ Զինվել, պատրաստվել, ամեն կերպ պատրաստվել։ Տղաները որ կռիվ չխաղան Բաքվում, փուջուրի տղաները, սրա մեջ խաղան։ Մենք պատերազմ չենք կարող հաղթել, որովհետև այս պատերազմը սենց չի։ Կռիվ խաղալով է, ռեակցիան մարզելով է։ Երեխեքին թող սպորտի տանեն, թող զինվորական դասեր լինեն, ինչպես կային պաշտպանության դասեր, թող մայրերը պահածո սարքեն ամռանը, որովհետև կարող է ձմեռը դժվար ձմեռ լինի։ Չգիտեմ։ Ես ամենայն դեպս ամեն տարի սարքում եմ։ Ամենայն դեպս։ Դուք ամեն տարի սարքում եք, նաև հյուրասիրում եք ձեր ընկերներին, շնորհակալություն նաև ձեզ Տիկին Ավետիսյան։ Ցավոտ տանը, բահայքին է դրա համար է։ Գիտես ինչ, ես զարմանում եմ, այն շնորհը, որ Աստված տվել է կնոջը, երեխա ծնել, կերակրել, մեծացնել, տանը ստեղծել մթնոլորտ, ամուսնուն հաճելի ապրումներ նվիրել, իր տրամադրությունը բարձրացնել, ոգևորել բանը, ինչ որ մեծ քայլերի։ Ու դու դա չես անում գնում, մազերդ սենում ես գնում ես միտինգի։ Ես ինչ ասեմ։ Տիկին Ավետիսյան, եթե փորձենք անուն դնել այն մեթոդներին, որով Ալիևը ազդում է Հայաստանի վրա, ինչ անուն կդնեք։ Քարոզչություն։ Եվ դա ինչպես է ջլատում մեր բարոյակեբանությունը։ Գիտես ինչ, եթե մարդը ուզում է ապուշ լինել, իրան ապուշ դարձնելը շատ հեշտ։ Մենք ուզում ենք ապուշ լինել։ Գնացել եմ Վարշավ հյուրանոց, այդտեղ դահլիճում նստած են եւ աշխատող, եւ կլիենտ 5 աղջիկ։
Ինքն էլ հեռախոսի մեջ են, ասում եմ երեխեք դուք հայ եք, ասում են հա, բաբուր հայ եք, ինչի իրար հետ չեք խոսում, ճայր կանեք եք մի տարիք, ինչի իրար հետ չեք խոսում, իրոք զարմանում են, դու տես մենք ուր են գնում, հոմենակ մենք չենք, սաղ աշխարը ուր են տանում, էդ չատ GPT գրածը, էդ ինչ հայտարարակություն է, ու կարդում են, բայց հիմա հարցերու Շերլոկ Հոլմսը ով էր չգիտեն, Վուդրո Վիլսոնը ով էր չգիտեն, կարող է Կիմ Բեսինջերին գիտեն, բայց էլի կինո չեն նայում, արդեն այդ ճապոնական անիմեններն են նայում, որտեղ լրիվ ապուշություն է, լրիվ, անմակարտակ, իդիոտություն, դեպի վար, Տիկին Լիա, ինչով է պայմանավորված, որ անընդհատ հայկական կողմն է խոսում խաղաղության պայմանագրից, թշնամին հեգնում է, թե ինչ է անում, ինչով է սա պայմանավորված։ Գիտես ինչ, կա օրակարգ, հիմա օրակարգից չեն հրաժարվում ոչ իրանք, ոչ մերոնք, որովհետև դա վտանգավոր է, պատժելի է, որովհետև եթե մենք ասենք չենք ստորագրում, այդտեղ վայնասունը կդնեն։ Իրանք եթե ասեն չենք ստորագրում, նույնը է մեր կողմից։ Այդ օրակարգին համընթաց իրանք ձևեր են թափում։ Իրանք գիտեն, որ մենք չենք ստորագրի իրանց ուզած տարբերակը, մենք գիտենք, որ իրանք էլ մեր տարբերակը չեն։ Պաշտոնապես հայտարարեցին, չէ, որ արդեն պատրաստ է։ Պատրաստ է, բայց այդտեղ սահմանադրության հարցը մնում է։ Պատրաստ է, ասում է, որ մենք պետք է հրաժարվենք միջազգային տարբերատյաններից, հայցերից։ Միթե նման բան կարելի է անել։ Տեսին, չգիտեմ, փոքր ժամանակ որ խաղում էիք, չէիք խափում իրար։ Դες խաղեր կային, չի խափելու։ Բանը, տանձ ասում եմ խնձոր հասկացի, չէ, բախկվոցի ժամանակ, երբ որ մեկի տեղը գտնում էին, ինքը դուս էր գալիս, ընկերներին խաբար է տալիս, ասում է տանց, ասում եմ խնձոր կհասկանաս, որտեղ նախապես պայմանավորվել են, տանձը թաքնվելն է, խնձորը դուս գալն է, հիմա սրանք տանձ ու խնձոր են խաղում, մի հավատացեք սրանց ուշադրություն մի դարձրեք, կարևորը էն է, որ դուք զբաղվեք ձեր սեփական ինտելեկտի զարգացումով, ձեր ընտանիքի երջանկությամբ։ Ինչպես կարող ենք զբաղվել մեր առօրյա հոգսերով, երբ թշնամին ամեն ինչ անում է, որ տիրի Սյունիքը, որ խլի, այսպես ասած, իր երազած միջանցքը, ինչպես կարող ենք։ Տես, Սյունիքի համար իհարկե իրանք աշխատում են, մտահոգված են, որովհետև այդ տեղով փող է։ Իրանք ուղարկել են լրտեսներ, որոնց հայերը ստեղ շատ հարգում են, այլազգի լրտեսներ, որոնք ստեղ ձևանում են հայասեր ռուսներով։ Բայց ոչ ռուս են, ոչ էլ հայասեր են, լրտես են, այդ Սյունիքում նստած են։ Հələ հայերը գրում են, ռուս գիտնականը հայերի մասին էսա գրում, ոչ ռուսա, ոչ գիտնականը, լրտեսա, իշպիոնոնիկն է, պատրաստում են, ամեն ինչ պատրաստում են, բայց կան ստեղ գիտես տարբեր կողմերի շահեր, կա շահ, որը թուրք չինական է, կա շահ, որ ռուս պարսկական է, հիմա շահերի բախում է, և միշտ այդ շահերի բախումը ձեռնտու է մեզ։ Տիկին Ավետիսյան, ինչի եմ խոսում անընդհատ այս թեմայի մասին, երբ հետևում ենք ադրբեջանական մամուլին, զանգվածային լրատվամիջոցներին, ապա նրանք ամեն օր խոսում են, թե ինչպես են զինվում, ինչ զենք ու զինամթերք են ձեռք բերում, ինչպիսի ռազմական տեխնիկաներ են տեղակայում սահմանին եւ ասում է, որ մենք պատրաստ ենք հարձակվել միմիայն, որպեսզի Հայաստանից պոկենք միջանցք։ Մեկ լկտի անեկդոտ կա պատմեմ։ Մի հատ բիցուկ գնում է բժիշկի մոտ, ասում է բժիշկ ջան, ես 85 տարեկան եմ, չեմ կարողանում գնամ Լևե։ Ինքն ասում է, հա, ասում է, բայց ընկերս իմ տարիքին է, ինքը գնում է, պատմում է, որ գնում է, ասում է, դու էլ պատմի։ Հիմա մենք էլ պատմենք դրանց պես, խոսում են, դրանք խոսում են։
Տիկինիա վերջերս ամեն օր գրեթե ասում է, որ հայկական դիրքերից կրակում են ադրբեջանական դիրքերի։ Սուտ են ասում, գիտես չէ՞ որ սուտ են ասում։ Իհարկե, ապա տեղեկատվություն է, որ ասվում է նման բան։ Միթե այս ժամանակակից 21-րդ դարում նրանք չեն կարողանում նկարել եւ այդ նկարները ուղարկել այդ միջազգային ատյաններ։ Արեգ ջան, սիրելիս, բոլորին արդեն վաղուց, բոլոր կողմերին, դա լինի Միացյալ Նահանգներ, դա լինի Եվրամիություն, դա լինի Ռուսաստան, թե Չինաստան, բոլորի համար պարզ է, որ դա սուտ է, դա մահանա է, որ եթե վաղը իրանց մեջ կպնդացավ, իրանք կարողանան հարձակվել։ Բայց իրանց մեջ կթույլ է։ Ալիևի ու Էրդողանի հիմնական պահանջներից են փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Դա մեկնաբանվեց, որ Էրդողանը դու չես պատկերացնում ինչ շադորիա հիմա։ Շադորիա։ Էրդողանը այսօր է գուցը։ Ես չեմ ասում իր առողջության հարցերը։ Առողջությունն է լավ վիճակում, չի վաղուց քաղցկեղով հիվանդ է։ Բայց հիմա էլ ջահելը եկել է վզին բռնել է իրան։ 53 տարեկան է այս երկամը։ Ու սրա կենսագրություն ես ոնց եմ հասկանում երբ են ջհուդ։ Կենսագրության մեջ, նույնիսկ Վիկիպեդիայում բանում, ծնողները չեն հիշատակվում։ Եթե հայկական են բաները, ակունքները, էլի չեն գրում ծնողների անուն ազգանունները, բայց գրում են կա տեղեկություն, որ մայրական մեծ տատը ուներ հայկական արմատներ։ Ով էլ լիներ։ Դիանա Արքայադուստրը, թե Սուվորովը, թե ով։ Իրանց դեպքում չեն գրում, պարզապես չեն գրում, ովքեր են։ Հիմա այս տղեն ջհուդ է։ Ինքը եկել է, որ այդ ջհուդական նախագիծը, հիմա Թուրքիան ու ջհուդը իրար բռնել են, չէ՞ Սիրիայում։ Դա կռիվ է գնում տարածքների ու նավթահանքերի։ Հիմա ինքը պետք է ջհուդների համար տարածք ձեռք բերի։ Էրդողանն էլ ուզում է Թուրքիայի համար։ Դրա համար պատժվելու է։ Ով է պատժելու։ Իր սիրելի ժողովրդի ձեռքով պատժվելու է։ Այդ սկիզբառած ցույցերի հետևանքով։ Այո, դու չես պատկերացնում ինչ տագնապա տեղ, ոնց է շիկացել մթնոլորտը, սարսափելի։ Ինչ է կանխատեսում, ինչ է սպասվում Էրդողանին։ Քանի բռնապետ է տենց գնացել։ Ոնց։ Բռնել են, տարել են բան, թե դու էլ դես ատկել է։ Քանիսը։ Տիկին Ավետիսյան, հարցս ավարտեմ, Ալիևն ու Էրդողանը ուզում են փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, ուզում են ներթափանցեն Հայաստանի սուվերեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերին եւ մեկնաբանում են, որ սահմանադրության փոփոխությունը ունի նաեւ տարածաշրջանային ենթատեքստ։ Ինչ է սա նշանակում։ Լուրջ մի վերաբերվեք, դու դե ծանոթներ ունես, չէ՞ որ իրանք ինքան են խապել, սուտլիկ բանը հովիվը թե ոնց էր կոչվում, որ հա ասում էր գելը եկավ, եւ որ գելը եկավ, արդեն հավատացող չկար։ Հիմա սրանք ասում են գելը եկավ։ Գելը չկա հələ։ Ադրբեջանը Դրա ժամանակը կգա գելի։ Կգա այդ ժամանակը, բայց դա շուտ չի։ Ու դա ինչ է նշանակում, որ մենք ժամանակահատված ունենք հսկայական պատրաստվելու, նորոգվելու։ ունենք։ Այո։ Ունակ ենք։ Իհարկե ունակ ենք, այ քեզ բան։ Ոնց ենք աշխարհի երեսին մնացել։ Ով ասես եկել է։ Ինչպես ասես զինված, ինչ քանակով ասես։ Հիմա ինչպես ենք կարողանալու, ինչ մեխանիզմով են կարողանալու զսպել մի բռնակյալի, մի բռնապետի ախորժակը, որը ուզում է կուլ տալ Հայաստանի հողը։ Ջանս, երբ որ եկել են այստեղ մոնղոլները, թուրքերը, պարսիկները, արաբները, ոնց ենք մենք կարողացել դիմակայել եւ մնացել ենք։ Փոքրացել ենք, Տիկին Ավետիսյան։ Սեղմվել ենք։ Կորուստների գնով։ Չէ։ Նախ հասկանանք ինչքանից ինչ ենք դարել։ Այդ ուրիշ պատմություն է, դա խաչակրած արշավանքների հետևանքն է, դա համաշխարհային պատերազմ էր ընդդեմ Հայաստանի հայերի։ Հիմա նույնը չի։ Չէ, հիմա իրանք Ինչու է տարբերվում։ Հիմա իրանց թիրախները շատ են։ Լիբանանը արդեն մերը չի,
լափում են։ Սիրիան արդեն մերը չի լափում են։ Բայց իրանց ժամն էլ կգա, չէ։ Հիմա տես բանը ընկեր Տրամպը վերցրել է այն օրը ստորագրել է, որ կրթության նախարարություն չեղարկում եմ։ Ոնց որ մեզ մոտ կգճել ԲՍՊՏԶ մի հատ ագրագետ նստած, հա, նախարար կա։ Հիմա իրանց նախարարին հանձնարարել է փակել կրթության նախարարությունը։ Ինքն էլ բանը դալալը, չէ, Տրամպը անշարժ գույքի մասնագետ է։ Ասում այն մոտ մեքենայով գնում եմ, ուր գնում եմ, կրթության նախարարություն, ինչքան կարելի է, փակել շենքերը տան ուրիշին։ Ինչ է ուզում անել դրանով Տրամպը։ Ուզում է ավելի անգրագետ դառնա հայ ամերիկացին։ Ինչու՞։ Որտեվ անգրագետին քշելը աչ ու ձախ հեշտ է։ Անգրագետը ամենահեշտ կառավարվող բանն է, մալն է։ Այսինքն հակաամերիկյան թեզեր է տարածում Տրամպը։ Ոչ, ամերիկան միշտ կանգնած ա եղել այդ անգրագիտության վրա։ Ուղղակի Ամերիկային միշտ պահում էր իրանց հավատքը։ Իրանք բանը Տոմ Սոյերը կարդում ես, հա, այն ժամանակ դեռ իրանք Մարկ Տվենի ժամանակ իրանք հավատացյալ նորմալ մարդիկ էին։ Հիմա չկա։ Մեծ Բրիտանիայում ես այն օրը կարդացի սիրտս կանգնեց։ Ուրեմն 10 տարվա մեջ ոչնչացրել են քանի եկեղեցի, ինչ ես կարծում։ 100-ից ավելի։ Մալադեց 3480։ 3480 եկեղեցի իրանք ոչնչացրել են։ Մեկը դարձրել են գիշերային ակումբ, մեկը դարձրել են սեփական տուն, մեկը ռեստորան, ինչ ասես, որոշ եկեղեցիներ քանդել են։ Իրանք ուզում են, որ մարդկությունը լինի անհավատ կենթանիների ուղղակի հոտեր, որոնց կասեն գյադեկես յանանցեք, գյադեկես են յանանցեք։ Այդ իդեալը իրանք ունեն, ինչը մեզ հարիր չի, և մենք իրավունք չունենք նմանվելու։ Այն օրը եկել էր մի հատ հրաշալի տղա Միացյալ Նահանգներից, գնացել էր հյուրախաղերի, ասում է, ոնց են ապրում այդտեղ, խոսում են միայն փողի մասին, մենակ գների ու տոկոսների մասին, ուրիշ զրուցելու թեմա չկա, քանի որ հիմա մարիխուանա են ծխում բոլորը, սկսել են այդ նույն թեմայով դանդաղ խոսել, սեց բան կլինի, մեղքը չեն, ու հայերն էլ գնում են, որ միանան այդ փողամոլ անմիտ հոտին։ Տիկին Ավետիսյան, որը պետք է լինի մեր այսօրվա պատմության դասը։ Նիկոլի ասաց Պապսակավորի դասը, բայց ընդհանրապես ամբողջ պատմությունը, որովհետև ամեն պատմական պահին մենք տեսնում ենք, որ հայ իշխանները և թագավորները կարողացել են լեզու գտնել, կամ թշնամի դարձած հարևանի հետ, կամ հարևանի հետ, որը դեռ թշնամի չի, ուղղակի նախանձը։ Նախանձը ինչ է, ինքը ուզում է քո պես ապրի, քեզանից լավ ապրի։ Հիմա պատերազմն էլ դրա համար է, պատերազմը ինքնանպատակ չի, որ գնաս քո տղեկն էլ կոտորվեն, թշնամու տղեկն էլ կոտորվեն։ Դու ուզում ես այդտեղ վաստակես ունեցվածք և փող։ Սովետական միությունը երբ որ քանդեցին, ընկեր Ելցինի գլխավորությամբ, Միացյալ Նահանգների եկամուտը քանի անգամ բարձրացավ, ես այն օրը կարդացի զարմացա, 4570 անգամ, ոչ թե 4 անգամ, ոչ թե 400 անգամ, 4570 անգամ, որովհետև իրանք ձեռք բերեցին բոլոր արժեքավոր մետաղները, բոլոր ոսկիները, որ պահոցներում էին դրված, և բոլոր շուկաները։ Հիմա իրանք արտադրում են նաև կադրեր,
Հիմա Գերմանիայում գալիս է իշխանության մի հատ տղա, որ պատերազմ է տենչում, մերձը։ Իրենց շարքային աշխատողներ։ Այն Մակրոնը, իրենց շարքային աշխատողներ։ Այսինքն իրանք ճտեր են արտադրում, որ աշխարհի երկրներում ղեկին կանգնեն ու աշխարհը ոչնչացնելով միացնեն մի հոդի, որ ի վերջո մեր հուդազու աղբերները իշխեն աշխարհը, ինչպես որ նախատեսել են իրանց 19-րդ դարի սիոնիստական առաջի համագումարի ժամանակ։ Տիկին Ավետիսյան, խոսեցիք Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններից, որ լարվում են, դրան զուգահեռ որոշվեց, որ Մոսկվայում պետք է տեղադրել Հեյդար Ալիևի հուշարձանը։ Չի լինի։ Չի լինի։ Ինչպես։ Ես գիտեմ, որ բան են, էլի։ Արդեն հուշարձանի հիմնարկիրքն է կատարվել։ Ну, ես հիշում եմ, երբ որ մահացավ Ալիևը, Պուտինը եկել էր թաղման, ինքը շատ մեծ հարգանքով խոսեց Ալիևի մասին։ Ասեց, это была глыба, а не человек. Միջայր էր։ Կարող է պատահի, չգիտեմ, բայց դա ցուցիչ չի, թե Ադրբեջանի մարդիկ կամ Ադրբեջանը որպես պետականություն կամ պետություն Ռուսաստանի իշխանության աչքում ինչ է լինելու։ Ի վերջո Հայաստանը ինչպես է կարողանալու պաշտպանել իր ինքնիշխանությունը, ինչպես է կարողանալու պաշտպանել։ Խելքով ցավը տանեմ, խելքը դրա համար է, խելքը դրա համար է, պետք է ոչ թե ասես ես երեք ձեր ընկերների այսօր էլ չեմ խաղում։ Օ ինչի։ Ես գնացի Եվրամիություն։ Ինչ է արվում։ Հիմա հակառակն է արվում։ Հիմա արդեն ասել կանչել է սաղին, ասել է մերձեցեք Ռուսաստանի հետ։ Խելքով է դա։ Չէ, խելք չունի։ Ինքը խելք չունի։ Ինքը մենակ Ռուսաստանի հետ կարելի է մերձենալ։ հնարավոր է։ Հնարավոր է, բայց իրանք ունակ չեն։ Այս մարդիկ, որ հիմա իշխանության են, իրանք ունակ չեն։ Դիպլոմատիան ուրիշ բան է։ Խելքը ուրիշ բան է։ Այն տղեն, որը հիմա նախագահ է աշխատում։ Իրանից մի հատ խելոք բան լսած կաս կամ կարդացած, որ վերցրել են նշանակել են նախագահ, որ գնացել էր Անգլիայի թագուհու թաղման ժամանակ սելֆի էր անում, բանի դագաղի ֆոնի վրա։ Սրանք անեկդոտ են։ Տիկին Ավետիսյան, Իրանը կտրականապես դեմ է ցանկացած տեսակի միջանցքին։ Այո, ճիշտ է։ Եվ իր կարծիքը բազմիցս Միջանցքը դրա համար է։ Տարածաշրջանային զարգացումների ժամանակ ինչ եք պատկերացնում, Իրանը ինչ քայլերի է դիմելու։ Իրանը իր շահը պաշտպանելու է, որովհետև այդ միջանցքը նրա համար է, որ առավելագույնս մոտենան Իրանին եւ իր վերջը տան։ Իսկ ինչ հնարավոր լուծումներ եք տեսնում այդ տարածաշրջանում։ Իմ մասին հաճախ ասում են, որ ռուսամոլա, ռուսուլմանա, ԿԳԲ-ի գործակալը եւ այլն, ինչի համար, որ իմ վեկտորը ընկերասիրության ուղղված է դեպի Ռուսաստան։ Ինչու։ Ոչ ռուսի կենցաղավարությունն եմ ես ընդունում, ոչ խառը ամուսնությունները ես դրան դեմ եմ, բայց կան ազգեր, որոնք ունակ են ընկերություն անել։ Արաբը, ռուսը լավ ընկերներ են։ Տես հուսիտները որտեղ են, Գազայի հատվածը որտեղ է։ Բայց իրանք հանուն եղբայրության, իրանք կյանքը պատրաստ են զոհաբերել, մեկ ու մեջ խփում են ամերիկյան նավերին, որոնք Իսրայելին զենք եւ մթերք են տանում։ Այդ անձնազոհ ընկերությունը լավ բան է։ Այդ ընկերությունից ելնելով էինք մենք մեծ հայրենականի ժամանակ կռիվ տալիս ու հաղթում։ Հայկական եկեղեցին այն ժամանակ փոխհավաքեց բանը տանկային բրիգադ ստեղծեցին հայկական։ Հայ գեներալները 177-ն էին պատերազմի վերջում, մեր սիրելի Ադրբեջանը մի հոտ գեներալ ունեցավ։ Մեր մարշալները 7-ն էին, իրանք չունեցան, որովհետև հայը ռուսի պես կռիվ անել գիտի, ախպերություն անել գիտի։ Ու իրանց հետ ստացվում է։ Ընկերություն արեք, անկողին մի մտեք։
Ռուսը ինչ արեց Արցախի մասով Տիգին Ավետիսյան։ Իսկ քեզ ով ասեց, որ այդ ռուսն է։ Ով արել ապա։ Դու վստահ ես, որ Ռուսաստանում բոլոր հարցերը ռուսներն են լուծում։ Դուք ասեք, ինչպես է լուծվեց։ Ну, Կրեմլը տարբեր բաներ ունի, չի, գագաթներ ունի։ Հիմա ասում են, այս ռուսական գագաթը, այս հայկական գագաթը, այս ջհուդական գագաթը։ Ջհուդականը զորավոր է, որովհետև աշխարհը վերցրել է, բերել է, նստացրել է փողի վրա։ Ու մարդիկ փողի, հանուն փողի, համ տկլոր կպարեն, համ կգանգնեն Չինաստանում, իրանց սեփական աղջկան կվաճառեն շուկայում, որպես հարսնացու, ինչ ասես կանեն։ Եթե իրանք մարդ չեն։ Տիկին Ավետիսյան, Հայաստանը գիտենք, որ նաև գյուղատնտեսական երկիր է, Հայաստանը արհեստի ու արվեստի երկիր է։ Այո։ Ու պատմությունը ցույց է տվել, թե ինչպիսի մենք արհեստ ու արվեստ ենք ներկայացրել աշխարհին։ Ոչ թե ներկայացրել ենք, Արեգ ջան, մեր մոտ ծնվել է դա, որից գաղափար չունեն ուրիշ ազգեր։ Աշխարհահռչակ մշակույթ ենք ունեցել։ Իհարկե։ Եվ ունենք այսօր դեռ։ Ուր գնաց, ուր կորավ այս ամենը։ Չի կարող կորել, որովհետև դա մեր արյան տրոփյունի մեջ է։ Հայը, երբ որ լսում է հայկական երաժշտություն կամ պոեզիա, դա գալիս է ունիսոնի մեջ մտնում է մեր արյան տրոփյունի մեջ, ինքը հաստատ կամ 9-րդ ալիք կնկարի կամ 9-րդ սիմֆոնիան կգրի։ Այս վերջերս միայն Ադրբեջանը Կոմիտասին սարքեց ադրբեջանցի, Սայեթնովային սարքեց, Արնո Բաբաջանյանին սարքեց։ Բա ի՞նչ է խեղճ մարդիկ, ուզում իրանք էլ ուզում են մարդու անուն հանեն, բայց մարդ չէ։ Երբ որ անին անկավ, ուրեմն Լեհաստանի թագավորը նամակ ուղարկեց հայերին, գրեց եկեք ստեղ ինձ մոտ, ես ձեզ լավագույն շուկաներում տեղերը կտամ, կտրամադրեմ լավագույն տները, որտեղ կամ հողամասերը, որտեղ տուն կառուցեք, միայն թե եկեք ձեր շնորհքը ցույց տվեք։ Ու հայերը գնացին։ Ու հայերը սկսեցին մշակել այնտեղ, օրինակ Կամենեց Պադոլսկ կա, որտեղ Չայկովսկու նախնիներն են ծնվել ու մեծացել։ Սկսեցին արտադրել Սաֆյան, ամենանուրբ մշակված կաշին է, որով սարքում էին ոտնամաններ արքաների համար, իշխանների համար։ Ասեք նաև այդ կաշին ինչից էին ստանում։ Բանի գարան մաշկից, կաշիից։ Ուղղակի նրբություն կար։ Օճառ էին սարքում։ Ուրեմն դամակը եւ բազմաթիվ բուրումնավետ ծաղիկները միասին մշակում էին, օճառ էին սարքում, այդտեղ սոդայի հանքել կար։ Այն օճառը, որ այդ բառը չկար ֆրանսերենում։ Իրանց դեղատներում դեռ չէին ծախում, որտեղ իրանք դեղատուն էլ չունեին։ Ես հիմա ախր հայ խելքը անընդհատ աշխատում է։ Այս բաները, որ հնարել են հիմա ձեռքի մեջ բռնեն ու բան անեն, սկրոլինգ անեն, դրա համար է, որ խելքը չաշխատի, մեռնի։ Հա, մի շատ հետաքրքիր գերմանական մի հատ տեսա հոլովակներ հաղորդում է, մի շատ պարկեշտ գերմանացի պատմում է իրանց երկրի մասին, նորությունները եւ երկրի մասին, 10 րոպեանոց սյուժե է ամեն օր։ Ցույց է տալի երկրորդ մասում իրանց քաղաքները։ Պուջուրիկ, Սիրուն, Կոկիկ քաղաքները Գերմանիայի։ Բոլորը ծնվել են 12-րդ, 13-րդ դարերում։ Ինչու՞։ Ինչու հենց այդ ժամանակ։ Ինչու շատ հաճախ ես տեսնում եմ, որ եկեղեցու ֆասադը պատկերում է նուռ եւ հասկեր։ Մշակույթը, քաղաքակրթությունը, գրականությունը Եվրոպայում սկսվել է հայերից։ Թող հիմա որ սենց վայրենացել են, ուղղակի պատրուսը բրծել է։ Պատրուս արել ենք այն հույսով, որ մարդակեր եվրոպացին, վայրի եվրոպացին դառնա մարդ։ Երբ որ կարդում ես Դիկենս, ինչ պիղծ բարքեր են։ Մարդը եթե պարտք ունի եւ չի կարողանում պարտքերը տա,
Իրան ընտանյոք հանդերձ դա պահում են բանտում։ Աշխատանքային տուներ կոչվում։ Ուրեմն ինքը բանտում ապրում ընտանիքի հետ, ինքը ցերեկը գնում աշխատում է, հետո գալիս է տուն։ Երեխաները, կինը, բոլորը նստած են բանտում։ Դա 19-րդ դարի Անգլիան է։ Շատ հեռու չի ժամանակը։ Երբ որ երեխաները փողոցով վախում են, եթե անտեր են քայլել, ցերեկը, որովհետև գիտեն, որ հացը ձեռից կխլեն, շորը վրից կհանեն մեծերը։ Եվ ոչ թե հակառակը, որ ինքը մոտենա ասի, ջաջաջան սոված եմ, ջաջան մրսում եմ, ու կհասնեն իրան։ Մենք շատ բան ենք տվել աշխարհին, եւ այդ մեր տվածը ափսոս, որ գնում կորում է արդեն իրանց գենի մեջ, եւ որովհետեւ աշխարհը նստացրեցին փողի վրա, իսկ մեր գաղափարներ, եղբայրությունը, իրար հասնելը, համայնական կյանքը, ինչը թոնդրակեցիները, պավլիկյանները եւ մեր մյուս թևերը քարոզում էին եւ ապրում էին այդ բանով։ Այն օրը մի հատ բան էի կարդում, Բուլգակովի բանը Վարպետն ու Մարգարիտան նորից էի կարդում, որտեվ թորս կարդում է հիմա, որ կարողանանք քննարկենք։ Քրիստոսը որ խոսում է Պիլատոսի հետ, իրան դիմում է բարի մարդ։ Ու Պիլատոսն էլ զարմանում է ու զայրանում է, թե դու ինձ ինչ ես ասում բարի մարդ, ես բայրի չեմ։ Թոնդրակեցիները ու պավլիկյանները իրար դիմում էին բարի մարդ։ Շատ հետաքրքիր բաներ կան, էլի, երբ որ կարդում ես, ուրախանում ես։ Եվրոպան դատապարտված է։ Եվրոպայի միությունը քանդվելու է, որովհետև արհեստածին է։ Եվրոպայի բոլոր երկրները միշտ պատերազմել են իրար հետ։ Անգլիացին ատում է եւ հեգնում է ֆրանսիացուն եւ իտալացուն։ Իրանք ատում են, եթե դու խոսես Փարիզում անգլերեն, քեզ կնայեն զարմացած ոնց որ վրացին եւ ռուսերեն ես խոսում, ու կասեն ես չեմ հասկանում անգլերեն։ Իրանք բոլորը իրար ատում են։ Այդ արհեստածին միությունը, որովհետև սա այդ ջհուդների վաստակները հավաքվել են, քանդվելու է։ Եվ աշխարհը նորից, հիմա վախեցնում են, որ աշխարհը քանդվելու է, նորից սարքվի։ Ծորենն էլ կդառնա կանցմասուր։ Այդպես լինելու է եւ գալու է արդարության դարը։ Երբ որ դռնից դուր Ֆրանսիայում գուսանները քայլում էին եւ անունները մնաց դուրբադուր, իրանց երկած երկերը հիմա կարդաս, իրանք մեծարում են հայկական եկեղեցին։ Մենք մեծ ժողովուրդ ենք, մենք փոքրականակ ենք, բայց փոքր չենք։ Մենք շատ մեծ ժողովուրդ ենք, ու երբ որ լսում եք, որ մեկը ասում է դուք փոքր ժողովուրդ եք, մրթին տվեք։ Մենք շատ մեծ ժողովուրդ ենք եւ շատ հարուստ ժողովուրդ, որովհետեւ մեր հարստությունը մեր ձեռքում է, մեր գլխում է։ Մեծ ժողովուրդ ենք, մեծ գենետիկայով, մեծ մշակույթով, մեծ գիր ու գրականությամբ, այնինչ մենք այսօր հայտնվել ենք փակուղում։ Ոչ, պատմությունը փակուղի չունի։ Պատմությունը չունի փակուղի, ինչպես տիեզերքը չունի վերջ, այդպես էլ հայը չունի վերջ, ոչ սկիզբ եւ վերջ։ Մենք միշտ եղել ենք ու կլինենք, որովհետև մենք ազնիվ ժողովուրդ ենք։ Մենք ուզում ենք, որ աշխարհը սիրուն լինի, երջանիկ լինի։ Դες հայ կա, որ բոլորի վատն է ուզում, չկա, չէ։ Ամենավատ մարդն էլ այդ բանը չի ուզում հայերի մեջ։ Եթե բուծվել են այդպիսի տեսակներ, իրանք գնալու են կորչեն։ Իրանք դատապարտված են, որովհետև աշխարհի գլխին Աստված կա։ Դեռևս զարգացում են ապրում։ Այդ զարգացում չէ։ Դեռևս հոշոտում են անմեղ մարդկանց։ Այդ պատժվելու են։ Ես օրինակ երբ որ Զավթում են օտարի հողը, ուրիշի հողը։ Գիտես, ես երբ որ բանը հիշում եմ, որ Բաքուի ատամները կոտրել են,
սիրտս ճմլվում է։ Բայց դե հիմա էդ էլ է մարդուն տված, այդ տանջանքը, մյուս կյանքում ինքը երջանիկ կյանքով կապրի։ Այդպես կա, չէ՞ մեր հոգին հավերժը։ Ինչ եք պատկերացնում Հայաստանում։ Հայաստանում պատկերացնում եմ ներդաշնակ երջանիկ կյանք, որտեղ կառավարվելու են մարդիկ գրագետ մարդկանց կողմից, զինվորի, քահանայի, գիտնականի կողմից։ Եվ ոչ ոքի չի հեգնելու, չի նսեմացնելու, չի տանջելու, ստրուկի կյանքով չի ստիպելու, որ ապրի, որ առավոտ գալիս է գործի, գիշերը գնում է, մի քանի կոպեկ ստանալու համար, որ յոլա գնա, այդպես ամոթ է։ Հայաստանի պայծառ ապագային եւ լուսավորչությանը քանի տարի մնաց։ Ես ասել եմ, որ մինչև 28 թիվը պետք է դիմանանք, պատրաստվենք, անընդհատ զգոն լինենք, իսկ 28-ից սկսվելու է վերելքը։ Դա այն ժամանակն է, երբ Հայաստանը կկարողանա վերականգնել իր ինտելեկտուալ ներուժը, իր նյութական ներուժը, գիտական ներուժը, որովհետև այն ինչը մեր տղեկի գլխում հիմա կան գաղափարները, դու չես պատկերացնում, ամեն մեկի գլխում հիմա մի զենքի գծագիր դրած է, ուզում են արտադրեն, ուրա։ Գալու է ժամանակը։ Իհարկե կարելի է։ Հուսահատությունը պետք է դնենք ամբողջովին մի կողմ։ Չի կարելի հուսահատվել, դա մեղք է։ Ունայնությունը մեղք է, թող բոլորը հիշեն, պարտադիր չի ուրիշի անկողին մտնես, որ ասես մեղք ես գործել, ունայնությունը մեղք է, չի կարելի, այդպես գիտես անտրամադիր ապրել, առանց հեռանկար գծելու ապրել, առանց երեխաներիդ և ընտանիքիդ քո ամբողջ սերը, ուշադրությունը նվիրելու ապրել, պետք է միշտ պատրաստ լինել, միշտ զգոն լինել և միշտ կենսուրախ, որովհետև դա օգնում է աշխատել։ Շնորհակալություն Տիկին Ավետիսյան։ Ես եմ շնորհակալ, ապրեք։ Ինչպես միշտ հետաքրքիր եւ հաճելի զրույց ունեցանք։ Ամենայն բարիք եմ ձեզ մաղթում, կհանդիպենք։ Ապրես Արեգ ջան, մեծ գործ ես անում, ապրես։ Ասա թող լայք են, Լավ մնացեք։ Բոլորս լավ լինենք, բոլորս։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը, զրուցում էի հայագետ եւ արևելագետ Լիա Ավետիսյանի հետ։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, խաղաղություն եւ հաղթանակ հայոց աշխարհին։